Սիմեոն Երևանցին արդեն իսկ 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն է հաստատել հունվարի 1-ը որպես ամանոր։ Այսինքն մինչ այդ գիտեք օգոստոս ամսին ուրեմն ամանորյա հանդիսությունները լինում էին հայոց մեջ եւ Սիմեոն Երևանցին 18-րդ դարում Եվրոպայի արևմուտքի հետ այդ շփման ժամանակաշրջանում, երբ որ բնականաբար արդեն շփումներ էին սկսել, հայ եկեղեցին Սիմեոն կաթողիկոսի ուրեմն հրահանգով հունվարի 1-ը հաստատեց որպես նոր տարի ամանոր, այսինքն հունվարի 1-ը հայոց մեջ մտել է որպես ամանոր կաթողիկոսի որոշումով, ոչ թե այս կամ այն կառավարության որոշումով։ Եվ դա հաստատվել է որպես նոր տարի, կաղանդ եւ տոնական օր, բայց քանի որ ամանորը ընկնում է բնականաբար մեր Սուրբ Ծննդյան պահեցողության մեջ, Պաղկի շաբաթի մեջ, որովհետև 30-ից սկսվում է Սուրբ Ծննդյան պասը, մինչև հունվարի 5-ի երեկոյան ճրագալույց եւ մինչև հունվարի 6, բնականաբար պահեցողության շաբաթ մեջ ընկնելով հունվարի 1-ը չի նախատեսում ճոխ խրախճանքներ, այնպես ինչպես հիմա են արվում կոմունիստական ազդեցությամբ։ Ես միշտ ասել եմ, որ այն բոլոր իրադարձությունները, իրողությունները, որոնք կան այսօր հունվարի 1-ի հետ կապված, հունվարի 1-ինը չեն։ Դրանք բոլորը հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան հետ կապված են։ Տոնածառը Սուրբ Ծննդյան տոնածառն է, ձմեռպապը Սուրբ Ծննդյան ձմեռպապն է, ճոխ սեղանները Սուրբ Ծննդյան ճոխ սեղաններն են, միմյանց նվերներ բաժանելը եւ միմյանց շնորհավորելը դա Սուրբ Ծննդյանն է վերաբերում, բայց բնականաբար կոմունիստական շրջանում, որովհետեւ ժողովուրդը մոռանա Սուրբ Ծնունդը, Սուրբ Ծննդյան բոլոր Սուրբ Ծննդի հետ կապված բոլոր այսպես ատրիբուտները բերեցին դեպի նոր տարի, որովհետեւ ժողովուրդը մոռանա թե ինչ բան է Սուրբ Ծնունդը։ Եվ այսօր նույնիսկ այն աստիճան է հասել մոռացությունը, որ ոմանք հագարակ ձևով են մեկնաբանում այս ամենը։ Վերջերս թեշտում մի հատ խելացի լրագրող, ճագերտավոր խելացի լրագրող մի հոդված էր տվել, ասելով թե եկեղեցին փորձել է ուրեմն սանձահարել կամ սահմանափակել հունվարի 1-ի խրախճանքները, դրա համար պահեցողություն է սահմանել։ Այսինքն իրենք կարծում են թե հունվարի 1-ի խրախճանքները ի սկզբանե եղել են, հետո եկեղեցին ուզեցել է ուրեմն սահմանափակել այդ խրախճանքները եւ պահեցողություն է հաստատել։ Այնինչ այդպես չէ։ Պահեցողությունը եղել է ի սկզբանե եւ մեր հայ ժողովուրդը կաղանդի սեղանին միշտ ունեցել է միայն պահեց կերակուրներ, պասուց կերակուրներ եւ այդպիսի խրախճանքներ, խոզի բուդով բանով եւ այլն նման բաներ երբեք հայ ժողովուրդը չի ունեցել։ Հենց թեկուզ հիշեք, եթե մեծահասակները շատ լավ կհիշեն նորեգողները, երբ 46-47 թվականին եկան կամ 64-65 թվականին, 65-66 թվականին մյուս եկավ մյուս քարավանները եկան, այդ սփյուռքահայերը նորեգողները նման սովորություն չունեին ամանորյա սեղաններին մսեղեն, ընդհակառակը միայն պահոց կերակուրներ ընդեղեն եւ այդպես էին տոնում եւ առ այսօր այդպես են տոնում։ Անշուշտ հիմա արդեն այդ նորեգողների զավակներն էլ դարձան տեղացիներ եւ իրենք էլ խոզի բուդը անպայման դնում են սեղանի վրա, բայց դա հայ ժողովրդի կամ ավանդության մաս չի կազմում։ Մեր շրջանը պահեցողության շրջան է, իսկ այդ բոլոր ճոխ սեղանները պետք է հարդարել Սուրբ Ծննդյան օրը։ Ճրագալույցի պատարագին ուրեմն ճրագալույցի պատարագով խտման պատարագից հետո ուրեմն ձգով, ձվով եւ ուրեմն փլավով լուծում ես պահքը եւ հաջորդ օրը ուրեմն ճոխ սեղաններ ես գցում։ Դրա համար է եւ միշտ ասել եմ, դրա համար ժողովրդի հիշողության մեջ կա պասուց տոլման, դրա համար միշտ պետք է լինի նոր տարվա սեղանին, որովհետեւ նոր տարին բնականաբար պահեցողության շրջան է եւ մենք միշտ պիտի քաջալերենք մեր ժողովրդին, որովհետեւ նոր տարին անցկացնի չափավորության մեջ, որովհետեւ իրոք այն ինչ որ կատարվում է, այդ ավելորդ մսխումները եւ մեծ մասը թափվում է հիմնականում, այդ ավելորդ մսխումները միմյանց հետ մրցակցելու, միմյանց զարմացնելու այդ մոլուցքը որ կա, այսինչ հանկարծ իմ սեղանին այնինչը պակաս չլինի նրա սեղանից, այս մրցավազքը որ գոյություն ունի կոմերցիոն, պետք է ժամանակը գա ձերբազատվի եւ նոր ամանորը պետք է տոնել, անշուշտ շատ ավելի այնպես համեստ պայմանների մեջ, քան Սուրբ Ծնունդը,
եւ թողնել մնացած տոնակատարությունները, ճոխ խրախճանքները, տոնածառի հետ ուրեմն կապված խրախճանքները, սեղանների հետ կապված խրախճանքները թողնել Սուրբ Ծննդյան։ Շնորհակալություն Սուրբ Ազան, մենք ունենք հեշտական մեր հեռախոսազանգը, ընդունենք, ալո։ Անջատվեց մեր հեռախոսազանգը։ Ահա, չէ, կա։ Լսում ենք ձեզ։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Այո, բարև ձեզ։ Շատ հետաքրքիր է մեզ համար իմանալու Հայաստանում ծնված ապրած մարդը ստիպված պետք է դառնա հայ առաքելական եկեղեցու հետևորդ կամ պարտադիր է դառնալու։ Հայ առաքելական եկեղեցու մասին մենք իմացել ենք միայն այն, որ գոյություն ունի եկեղեցի եւ գոյություն ունեն հոգեվորականներ։ Գնում ես եկեղեցի, լսում ես պատարակներ, մոմ ես խառում եւ դրանով հայ առաքելական լինելը վերջանում է։ Ես իմ կյանքում դա եմ տեսել։ Ոչ մի հայ առաքելական հոգևոր կրթությամբ շահագրգիռ չի եղել։ Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ քաղաքացում պետք է անպայման որևէ մի հոգևորական կրթի, եւ Աստվածաշնչի հարցում ոչ ոք չպիտի ասի, թե իմ խելքը քոնից ավելին է կամ պակաս։ Սա մի բան է, որ հավասար աշխված է եւ մարդը պիտի կարդա Աստվածաշունչ եւ ամեն մարդ պարտավոր է այդ գիրքը ունենալու, կարդալ եւ ապրել այդ սկզբունքներով այնքան, ինչքան ինքն է հասկանում։ Հիմա Խնդրում եմ ներողություն, ես պետք է խնդրեմ ձեզ մի քիչ հակիրճ, որովհետև մենք ունենք եւս մի քանի հեռախոսազանգ։ Խնդրում եմ հակիրճ ձեր հարցը ներկայացրեք, լավ, որպեսզի մյուսներին էլ կարողանանք։ Ինձ ասում են, որ մի քանի հեռախոսազանգ կա։ Խնդրեմ։ Եվ ուրիշ բան, որ մարդը ինքը ընտրի եւ Աստվածաշունչ կարդացի, ես այս կանը հասկացա եւ համոզվեցի, ապրում եմ Աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Եվ խնդրում եմ երկրորդ հարցին էլ մի հետևել, լսեք, ազգային ավանդություն, սովորությունը, գաջան, սա լրիվ այլ բան է, Աստծո կամքը կատարելն էլ այլ, այս կամը, շնորհակալություն։ Շնորհակալություն հեռախոսազանգի համար։ Ճիշտն ասած չկարողացա հասկանալ հուզումի իմաստը տիգնոջ, ինչից է հուզվել։ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի եկեղեցին է, եւ հայ ժողովուրդը իր քրիստոնեական ինքնությունը արտահայտում է հայ առաքելական եկեղեցվո մեջ եւ ուրիշ որևէ տեղ չի կարող արտահայտել։ Այդ բողոքական մտածելակերպը բողոքականների կողմից նետված, որ ամեն մարդ կարող է կարդալ Աստվածաշունչը, ամեն մարդ կարող է հասկանալ եւ ամեն մարդ կարող է Աստծո օրենքով ապրել, այդ բողոքական այդ քարոզության հետևանքն է այսօր այն ինչ որ կատարում է արևմուտքում։ Այսինքն մեկը Աստվածաշունչը կարդում է եւ Աստվածաշունչով հիմնավորում է, որ տղամարդը կարող է տղամարդու հետ ամուսնանալ։ Այսօր քրիստոնյա աշխարհում է տղամարդը տղամարդու հետ ամուսնանում։ Իսլամների մոտ այդպիսի բան չկա։ Իսկ դա որտեղից է եկել։ Այդ մեկնաբանությունից, որ այսինքն ամեն մարդ կարող է Աստվածաշունչը բացել, կարդալ եւ ըստ Աստծո օրենքների ապրել, եկեղեցի պետք չունի, հոգեվորականի պետք չունի, եկեղեցական կառույցի պետք չունի, հիերարխիայի պետք չունի, նվիրապետության պետք չունի, ինքը իրենով Աստծո հետ հաղորդակցվելու անհրաժեշտությանը հասել է եւ այլն եւ այլն։ Այդ բոլոր բողոքական այդ ամեոբայի նման կիսվող զարգացումներն են, որ այսօր քրիստոնյա աշխարհին հասցրել են այս օրին։ Երբ որ քրիստոնյա աշխարհը այսօր բացարձակապես այլևս չես զգում քրիստոնյա ինչ է նշանակում քրիստոնյա լինել։ Արդյոք քրիստոնյա լինել, այսօր իսլամը այդպես է բացատրում։ Այսօր երբ որ մահմեդական աշխարհից շփվում ես, ասում է դուք քրիստոնյաները տղամարդու հետ եք ամուսնացնում, կինը կնոջ հետ եք ամուսնացնում։ Ոչ մի չափ չկա, ոչ մի սահման չկա, ոչ մի անառագության դեմ որևէ դա հասկանում են իրենք որպես քրիստոնեություն։ Իսկ սա որտեղից է գալիս։ Գալիս է այս Աստվածաշնչի նկատմամբ քմահաճ վերաբերմունքից, որ ամեն մի սինկոր կարծում է թե ինքը կարող է կարդալ Աստվածաշունչը եւ մեկնաբանել եւ հոգեվորականնով է որ իրեն բացատրի կամ մեկնաբանի Աստվածաշունչը ինքը արդեն գիտի։ Շատ լավ։ Աստվածաշունչը եւ մի քանի օր առաջ ընդամենը Աստվածաշնչին նվիրված ուրեմն կաթոլիկ եկեղեցվո 40-ամյակին այդ Աստվածաշնչի նկատմամբ Աստվածաշնչի մասին կաթոլիկ եկեղեցու հանած կոնդակի 40-ամյակներ եւ մենք այդ մասին խոսեցինք, ասելով որ կաթոլիկ եկեղեցին 40 տարի առաջ հիմքը դրեց թե ինչպես պետք է մոտենալ Աստվածաշնչին եւ որը մենք կիսում ենք նաեւ որպես հայ եկեղեցի։ Դա այն է որ Աստվածաշունչ ամեն մարդու պետք է մատչելի լինի։ Ամեն մարդ պիտի կարողանա Աստվածաշունչին մոտենալ եւ Աստվածաշունչը ընթերցել, բայց Աստվածաշունչը մեկնել կարելի է միայն եկեղեցվո կառույցի մեջ եւ ոչ թե եկեղեցվո կառույցից դուրս։ Եվ առաքելական եկեղեցին միայն նրա համար չէ, որովհետեւ գնաս եկեղեցի մոմդ վառես, դուրս գաս եւ մոռանաս թե ինչի համար մտար։ Որևէ մեկը առանձին չի կարող քրիստոնյա լինել։ Առանձին քրիստոնյան քրիստոնյա չէ։
Քրիստոնյան լինում է քրիստոնյա որպես հավաքականություն եւ որպես ամբողջություն հաղորդության սուրբ բաժակի շուրջ, որը մեզ փոխանցեց Քրիստոս։ Ասեց ամեն կիրակի կհավաքվեք իմ անունով հաղորդության սուրբ բաժակի շուրջ եւ դրանով կկազմեք իմ մարմինը եւ իմ արյունը։ Այնպես որ չի կարելի այսպիսի բողոքական քարոզիչների այս սին, մտածածին, ժամանակավրեպ եւ դեպի կործանում տանող քարոզությունները վերցնել եւ ասել քահանանով է, եպիսկոպոսնով է, կաթողիկոսնով է, ես ինքս կարող եմ 1700 տարի այդպես ապրեիք, ինչու չապրեցիք 1700 տարի այս հայ ժողովուրդ մնացիք, հայ քրիստոնյա մնացիք, մահմեդական չդարձաք, այսինչ չդարձաք, այնինչ չդարձաք, այս եկեղեցվո շնորհիվ։ Հիմա եկել հասել եք այս հանգրվանին եւ կարծում եք թե արդեն առանց եկեղեցվո կարող եք ապրել, ուրեմն եկեղեցին մեզ պետք չէ։ Սա ուղղակի ուրացող զավակի հոգեբանություն է եւ չի կարելի նման հոգեբանություն ունենալ։ Մենք այսօր ինչ որ ենք, իբրև հայ, իբրև քրիստոնյա, ինչ որ ենք հայարակելական եկեղեցվո շնորհիվ ենք։ Որևէ մի բան չկա մեր մեջ, եւ լեզու, եւ գրականություն, եւ այբուբեն, եւ երկեցողություն, եւ ճարտարապետություն, եւ չգիտեմ անուն ազգանուն, որի համար պարտական չլինենք հայարակելական եկեղեցուն։ Հիմա ուրեմն ժամանակն է ասել թե գիտես ինչ շնորհակալություն 1700 տարի ինձ պահեցիր, սնեցիր, կերակրեցիր, հասցրեցիր այս հանգրվանին, հիմա քեզ պետք չունեմ։ Ես միշտ շեշտել եմ, որ ես ինքս հոգևորական եմ դարձել այդ պարտքի զգացումից ելնելով, որովհետև ես տեսել եմ, որ ես պարտական եմ այս եկեղեցուն, որ ես ունեմ անուն, ազգանուն, հայրանուն, հայ, քրիստոնեական ինքնություն, քրիստոնեական մտածելակերպ, քրիստոնեական կենցաղավարություն, քրիստոնեական ավանդություն, հայարակելական եկեղեցվո շնորհիվ։ Հետևաբար իմ պարտքն է լինել հայարակելական եկեղեցվո մեջ, որովհետև Աստված այդպես է կամեցել, ստեղծելով ինձ հայ, տալով ինձ հայկական ինքնություն, նա է կամեցել, որպեսզի ես իմ քրիստոնեական ինքնությունը, քրիստոնեական գիտակցությունը իմ եկեղեցվո մեջ ունենամ, եւ ոչ թե իմ եկեղեցուց դուրս, ամեոբայի նման կիսվելով, որպեսզի վաղը ես նույնպես Եվրոպայի նման հասնեմ այդ բողոքականների նետած, որոնց էլ ուրիշները դրտեցին, բողոքականների նետած այդ ուրեմն ասպարեզը, որ վաղը մյուսօր մենք էլ ասենք, բաժանվենք 1000 կդորի, հա, եւ 1000 կդորով փորձենք իբրև թե քրիստոնյա լինել, մեկս մյուսի նկատմամբ թշնամացած։ Այսօր Եվրոպայում որևէ մեկի երբ որ համարձակվում է դեմ արտահայտվել, ասենք, միասեռականների ամուսնությանը, նկատվում է հետամնաց, ծայրահեղ, ֆունդամենտալիստ։ Մենք էլ ենք ուզում դրան հասնել, երբ որ ազատ խոսքը արդեն իրավունք չունենա հնչելու։ Ինչ վերաբերում է առաքելական եկեղեցին, երբ է ստիպել, որպեսզի իր ժողովրդի բոլոր զավակները լինեն իր անդամ։ Նման ստիպողական բան չկա, ես միշտ էլ ասել եմ, շեշտել եմ, մենք կամավոր կերպով հավատացյալների միություն ենք։ Մենք մեր հավատացյալներին չենք հիպնոզացնում, մենք մեր հավատացյալներին չենք կաշառում, մենք մեր հավատացյալներին չենք գնում, մենք մեր հավատացյալներին բռնի չենք բերում եկեղեցի։ Մենք ազատ կամավոր հավատացյալների միություն ենք, այն հավատացյալների միությունը, ովքեր իրենց համարում են ճշմարիտ հայ եւ ճշմարիտ քրիստոնյա։ Եվ առաքելական եկեղեցուց դուրս հայը չի կարող լինել հայ եւ հայը չի կարող լինել քրիստոնյա։ Սա միանշանակ է։ Այսօր տեսեք թե ինչ է կատարվում նույնիսկ այդ աղանդավորների մեջ, որ Հայաստանում գոյություն ունեն։ Ամեն օր բաժանվում են, ամեն օր կիսվում են։ Ամեն մի պորոտախոս, որ երկու նախադասություն սովորում է Աստվածաշնչից, արդեն մյուս իր պատվելուն կամ վերապատվելին չի ընդունում, իբրև հեղինակություն, առանձնանում է, ստեղծում է առանձին համայնք։ Այնտեղ մի ուրիշ պորոտախոս հանգարց հայտնվում է, նա էլ անջատվում է, ուրիշ համայնք է ստեղծում։ Մինչև ուր, մինչև երբ։ Քրիստոս բաժանման համար չեկավ աշխարհ, Քրիստոս միացնելու համար եկավ աշխարհ։ Եվ Քրիստոս իր հնազանդությամբ ցույց տվեց, որ հնազանդությունն է պետք այն իշխանություններին, որի տակ ապրում ես, այդ թվում եւ հոգեվոր իշխանությանը։ Եվ հոգեվոր իշխանությունը որ կա, Աստծուց է։ Չկա իշխանություն, որ Աստծուց չէ, ասում է Սուրբ Գիրքը։ Եվ չկա իշխանություն, որ Աստծուց չէ, նշանակում է առաքելական եկեղեցին Աստծուց է։ Եվ ես պարտավոր եմ հնազանդվել այդ առաքելական եկեղեցուն, որպես նոյան տաբան եւ լինել այդ տաբանի մեջ փրկվելու համար։ Չեք ուզում լինել այդ նոյան տաբանի մեջ, ձեր գործն է, բայց մի ստիպեք նաև ուրիշներին տաբանից դուրս գալ, թույլ տվեք, որ ուրիշները տաբանում մնան։
Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ գործում է ուղիղ հեռախոսակապ։ Այս պայն ունենք մենք եւս մեկ հեռախոսազանգ եւ հավանաբար այսօրվա մեր հաղորդման վերջին զանգը։ Ալո։ Ալո, Բարև։ ողջունում եմ ձեզ, ձեր հյուրին։ Ես մի քիչ անձնական հարց ունեմ, այսինքն խնդրանք Սրբազանին։ Ունեմ 3 զավակ միայնակ մայր եմ։ 2 ծծրերս կնկված են, իսկ որդիս 4 տարեկան է։ Կխնդրեի, որ դուք կանգնեիք քավոր եւ կուզենայի, որ կրթությունը այնպեսի ստանար, որ ձեր գործը շարունակի։ Շնորհակալություն զանգի համար։ Դե թող մեծանա, հետո կերևա ինչ գործ կշարունակի, ասված կորտնի, ինչ որ պետք է այն էլ կշարունակի։ Մենք խավորությանը, մենք հոգեվորականներս խավոր չենք կանգնում, դա մենք մգրդում ենք երեխաներին, բայց խավոր կանգնել նման սովորաբար չենք, մենք խավոր չենք կարող լինել, այնպես որ խավորությունը մի քիչ դժվար գործ է, այնպես որ բերեք երեխային մկրտեք եւ թող շարունակի այն գործը, ինչ որ Աստված տնօրինել է իր համար։ Շնորհակալություն Սրբազան հայր, մենք եւս մեկ հեռախոսազանգ երևի կհասցնենք այս պահին ընդունել։ Ալո։ Ալո։ Այո։ Դուք եթերում եք, մենք ձեզ լսում ենք։ Շատ ներողություն, մի հատ կարելի է պարոն Աջապարյանից իմանալ, ինչու համար է ինքը անընդհատ բողոքականներին վիրավորում, բառից բուն իմաստով, չէ՞ որ ինքը նույնպես հավատացյալ է եւ չի կարելի հավատացյալ եղբայրներին վիրավորել։ Միտե ինքը չի կարտացել Աստվածաշունչը, որտեղ ասում է Աստվածաշնչի 10-րդ պատվիրանով հարկիր թշնամուց։ Նույնիսկ թշնամուն պետք է հարկել եւ ինչ բան է, հայոց սեղաններին պետք է սա լինի, նա լինի։ Դա ավանդույթ չէ։ Հայկական սեղաններին ցանկալի է ամեն կերակրած տեսակ։ Այսքանը կներեք։ Շնորհակալություն հեռախոսազանգի համար։ Մեկնաբանություններն ավելորդ են։ Եթե որևէ մեկը ընդունում է, որ ինք ավելի հեղինակություն ունի որևէ բան ասելու, քան հոգևոր առաջնորդը, դա իր իրավունքն է, դեմոկրատիա է, ամեն մարդ կարող է ասել ինչ որ կամենա։ Ես որևէ բողոքական անհատի նկատմամբ երբևիցե թշնամանք չունեմ։ Ես բողոքականության նկատմամբ ունեմ հակառակություն որպես երևույթ, բայց որևէ մի բողոքական անհատի նկատմամբ ես թշնամանք չունեմ։ Ցանկացած բողոքական անհատ, այդ թվում նաև իրենց լիդերները, մեր ժողովրդի մասն են, մեր մոլորված զավակներն են, մեր մոլորյալ ոչխարներն են։ Եվ մոլորյալ ոչխարի նկատմամբ ես չեմ կարող թշնամանք ունենալ։ Ես կարող եմ միայն ցավ ունենալ, վիշտ ունենալ, կսկիծ ունենալ իմ մոլորյալ ոչխարի հանդեպ, բայց թշնամանք երբեք։ Իմ թշնամանքը, եթե դա թշնամանք է, ուղղված է բողոքականություն այդ երևույթի հանդեպ, եւ դա պետք է հասկանալ եւ ըմբռնել, ինչը որ չկարողացավ երևի մեր սիրելի հեռուստադիտողը ըմբռնել, որ ես խոսեցի եւ փաստերով ապացուցեցի, որ բողոքականության երևույթն է պատճառ այն ամենի, ինչ որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, ինչին որ իրենք էլ համաձայն չեն։ Ինչ վերաբերում է սեղաններին ինչ լինելու չլինելու, Աստծո սիրուն, ինչ ուզում եք կերեք, ինչ ուզում եք խմեք։ Մեր թելադրանքն է ասել այն, ինչ որ մեր եկեղեցու օրենքն է, մեր հայրերի հաստատած կարգուսարկն է, ազատությունն էլ ձերն է, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Եվ այստեղ մեկնաբանել այնպես որ թշնամանք քավլիցի, ես արդեն առաջին ամիսը չէ որ այստեղ եմ, Փառք Աստծո, արդեն 7-րդ տարին է որ ես Շիրակի թեմի հոգևոր առաջնորդն եմ, եւ որևէ մեկը լինի բողոքական, լինի ուրիշ որևէ հարանվանության ներկայացուցիչ չի կարող ասել, որ ես անձնապես իրեն թշնամի եմ։ Բայց այո, միշտ ասել եմ եւ միշտ էլ կրկնում եմ, ես բողոքականության երևույթի հագարագործն եմ։ Ինչպես որ եղել եմ եւ այսօր էլ եմ, ոչ թե այսօր եմ, այլ առաջ եմ եղել, կոմունիզմ երևույթի հագարագործն եմ եղել, բայց անձնապես որևէ մի կոմունիստի հագարակ չեմ։ Ազնապես որևէ կոմունիստի թշնամի չեմ, որովհետեւ այդ նույն կոմունիստը եղել է մեր ժողովրդի զավակ։ Այնպես էլ ցանկացած բողոքական մարդ, որ այսօր իրեն բողոքական է համարում, անշուշտ չգիտես ինչի դեմ է բողոքում, այսինքն առաքելական եկեղեցին ինչ է արել իրեն, որ ինքն էլ բողոքում է առաքելական եկեղեցու դեմ, անհայտ է։ Բայց մեր մոլորյալ զավակներն են եւ մենք պարզապես որպես մայր եկեղեցի, ինչը որ իրենք համարում են եւ հայտարարում են, բայց թիկունքից խփում են մշտապես մայր եկեղեցուն, որովհետեւ մայր եկեղեցի բնականաբար կսկիծ եւ ցավ են կապրում, բայց քավլիցի թե որևէ մեկի
նկատմամբ մեկ կարող եք թշնամի լինել, բայց թող ինքը գնա Սուրբ Գիրքը լավ կարդա, որ 10-րդ պատվիրանը այդպիսի բան չկա։ Սիրիր թշնամու դա արդեն նոր կդագարանյան պատվիրան է, 10-բանյա պատվիրանի մեջ այդպիսի պատվիրան չկա։ Շնորհակալություն Սուրբ Ազանհայր, մեր ցավոք եթերաժամը սպառվեց եւ հաղորդման ավարտին, ինչպես նաեւ այս տարվա վերջին հաղորդման ավարտին ձեր օրհնությունն ենք խնդրում։ Բնականաբար պետք է գար հասներ այդ հանգրվանին, ցավոք անկախ ինձանից մեր եթերաժամը այսօր այսպես բուրըն ընթացավ, որովհետև ցանկացած մեկը, որ առաքելական եկեղեցու ուրեմն հասցեին կարող է սազրախոսել, չեմ կարող հանգիստ ընդունել։ Դա ինձ իմ մոր հանդեպ ուղված հայհոյանք է, գրեթե։ Եվ դրա համար ավելին նույնիսկ կարող եմ ասել, այնպես որ չեմ կարող դա հանդուրժել, դրա համար ներողամտություն եմ հայցում հեռուստադիտողներին, որոնք ակամա իմ այս ընդվզումի ականատեսը դարձան, բայց բնականաբար այսօրվա հաղորդումը առավել անհրաժեշտ էր, որ խաղաղության եւ հանդուրժողության եւ համերաշխության ոգով ընթանար եւ նաեւ ուրեմն շնորհավորեինք մեր սիրելի ժողովրդի, մեր համբուրելի ժողովրդի գալիք ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Այսօրվա առատ տեղացած ձյան նման Աստծո օրհնությունը նույնպես առատ լինի գալիք 2006 թվականի օրոք Քրիստոս մանուկն էլ օրհնի մեզ բոլորիս, դա ուժ կարողություն երրանդ իրոք Աստծո թագավորությունը կերտելու այս երկրի վրա, մեր այս քաղաքում, մեր այս երկրամասում եւ ուզում եմ հավաստիացնել, որ իրապես մեր ժողովուրդը մեզ համար սիրելի է, այն ինչ էլ որ ասում ենք եւ եթե ասում ենք որպես հանդիմանություն եւ ասում ենք որպես խրատ, դա դարձյալ սիրո արդյունք է եւ դա պետք է ընդունել սիրով եւ որևէ մեկը չկասկածի մեր ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո անսակարկության մեջ եւ իրապես դա Աստված, որ 2006 թիվը Աստծո օրհնությամբ տա առիթներ, բազմաթիվ առիթներ մեր սերը եւ հարգանքը մեր սիրելի ժողովրդի նկատմամբ ցուցաբերելու եւ Աստծո օրհնությունը իրեն փոխանցելու։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, սիրելի հեռուստադիտողներ, Եղեցի Լույս ստեղծագործական խմբի անունից ես էլ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում ուրախ նոր տարի։ Աստված օգնական Սուրբ Ազանհայր։ Աստված պահապան։